Ինչ վերաբերվում է պատերազմի կուսակցությանը, դա հիմա ամեն օրվա հետ ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները եւ այդ շրջանակները ըստ էության ինչ են ասում, առաջին ասում են, որ իրենք դեմ չեն խաղաղությանը եւ երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը։ Դա ես շատ ուղիղ առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է Հայաստանի Հանրապետության ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով։ Բոլոր այդ ուժերը այսօր հստակ, իմիջիայլոց ասեմ, նրանցից ոմանք ըստ ամենայնի չեն էլ հասկանում ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որոնք իրենք արտասանում են, առնվազն մի մասը, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված եւ նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել եւս իրենց ասածը, խոսացածը չհասկացող ուժերը եւ քաղաքական գործիչները իհարկե չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել։ Ես իմիջիայլոց ասեմ, առաջիկայում ես այդ թեմային վերաբերող առանձին Facebook-յան եթեր եմ պլանավորում եւ ես դրան ավելի մանրամասն կանդրադառնամ։ Իմ ասելուց հետո ավելի է ահագնացել, որովհետեւ այդ բոլոր ուժերը ըստ էության հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, անխուսափելի։ Ընդ որում ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը։